Շարունակենք մեր ընթացքը սիրելի հեռուստադիտողներ, մեկ ամիս եւ մի քիչ ավել ժամանակատված հետո սիրելիներս մենք քաղաքամար Երևանում ունենք հնարավորություն վայելելու թանգարանային օրերը։ Այդ հրաշալի ու ֆանտաստիկ է։ Ինչու ենք այս մասին հատկապես գիշերը, այո։ Ես հիշում եմ իմ ուսանողական տարիները, երբ ուսանողական ընկերներով մի ամբողջ գիշեր շրջում էինք ու դա մեր ամենահիշարժան օրերից մեկն է։ Ինչու ենք այս մասին հիմա հիշատակում, որովհետեւ տեսանյութի միջոցով ձեզ հետ տեղափոխվելու ենք Հովհաննես Թումանյանի թանգարան, որի բացմանորը եղել է 1953 թվականին, հենց այսօր ապրիլի 5-ին իմիջիայլոց իմ ամենասիրելիներից մեկն է, որովհետև ամեն տարի կամ գուցե կիսամյակը մեկ այնտեղ շատ հետաքրքիր նորություններով են նրանք հանդես գալիս տարբեր տարիքային խմբերի համար եւ զգացվում է հատուկ ուշադրություն, խնամք, սեր տվյալ թանգարանի հետ կապված, ինչի համար ես ողջունում եմ ամբողջ թիմին թանգարանին։ Մի վայր է, մի հյուրընկալ հարկ է, այո, որտեղ իր հեքիաթներով, իմաստուն ու թևավոր խոսքերով միշտ մեզ է սպասում ամենաբարի, ամենամարդասեր ժպիտը դեմքին Թումանյան պապիկը։ Շրջենք թանգարանում եւ ծանոթանանք ստեղծման պատմությանը եւ թե ինչ գանձեր կան թաքնված թանգարանում։ Սոնյա Շագաևան այժմ մեզ կպատմի։ Խնդրեմ։ Հովհաննես Թումանյանի թանգարանը ամենայն հայոց բանաստեղծի հիշատակը վառ պահող եւ նրա գրական ու մշակութային ժառանգությունը պահպանող վայր է։ Իր դռներն է բացել այցելուների առաջ 1953 թվականին։ Թանգարանի պատմությունը սկիզբ է առնում 1949-ին, երբ բանաստեղծի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Հայաստանի ղեկավարությունը Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովի ղեկավարությամբ որոշում կայացրեց Երևանում թանգարան կառուցելու մասին։ Արդեն 1953 թվականի ապրիլի 5-ին թանգարանը մեծ հանդիսավորությամբ բացվեց ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով։ Այստեղ պահպանվում է ավելի քան 19000 ցուցանմուշ։ Թանգարանի երկրորդ հարկում 6 սրահներում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Թումանյանի Թիֆլիսյան վերջին բնակարանը։ Այստեղ կարելի է զգալ բանաստեղծի կյանքն ու ստեղծագործական շունչը։ Թանգարանի ամենամեծ արժեքներից մեկն է նրա անձնական գրադարանը, ավելի քան 8000 գրքով։ Սրահներից մեկում ներկայացված է նաև Թիֆլիսի վերնատան կրկնօրինակը, որտեղ թվում է հենց հիմա Թումանյանի գլխավորությամբ կհայտնվեն հայ մեծ մտավորականները՝ Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը, Կոմիտասը եւ կսկսվի իմաստուն զրույցը։ Թանգարանի ընդարձակ դահլիճը նախատեսված է ցուցահանդեսների, ներկայացումների ու միջոցառումների համար։ Զմերային այգին թումանյանական թեմաներով քանդակների յուրատեսակ ցուցադրություն է, իսկ ներքին բակը Թումանյանի սիրած պտղատու ծառերով եւ ծաղիկներով այգի, փոքրիկ ջրավազանով։ Դեպի թանգարան տանող 54 աստիճանը խորհրդանշում է բանաստեղծի կյանքի տարիները, յուրահատուկ հիշեցում նրա հարուստ ու բեղուն կյանքի մասին։ Թումանյանի սեղանատունը միշտ լի էր հյուրերով ու զրույցներով։ Սեղանը 12 հոգու համար խորհրդանշում է 10 զավակների եւ ամուսինների միասնությունը։ Նրա քեֆը գործ էր, հիշում են ժամանակակիցները։ Տանտիրոջ աթոռը սեղանի գլխին միշտ զիջում էր ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին։ Թանգարանում է պահպանվում նաև բանաստեղծի սիրելի իրերից մի քանիսը՝ խալաթը, արթուկը, հիվանդանոցային բաժակը, ճամփորդական թեյնիկը եւ Թումանյանի գրպանի ջեռակները։ Այսօր թանգարանը համադրում է դասական ցուցադրությունն ու նոր տեխնոլոգիաները։ Այցելուները կարող են հեռախոսային հավելվածների միջոցով վիրտուալ հանդիպումներ ունենալ բանաստեղծի հետ, դիտել անիմացիոն եռաչափ մուլտֆիլմեր եւ մասնակցել մշակութային ծրագրերի։ Թանգարանը նաև գիտական գործունեության կենտրոն է։ Զբաղվելով Թումանյանի ընտանիքի արխիվների ուսումնասիրությամբ, մանկական գրականության հարցերի վերլուծությամբ եւ նոր նյութերի հրապարակմամբ։
Թումանյանի թանգարանը ոչ միայն հիշատակի ու հարգանքի վայր է, այլև կենդանի մշակութային կենտրոն, որը միավորում է մարդկանց անկախ տարիքից ու ազգությունից։ Այստեղ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել բանաստեղծի հոգու մի մասնիկը, լինի դա գրական ժառանգության հիացմունք, թե նրա մարդկային ջերմությունն ու խոհեմությունը։ Սոնյա Շագաևա, Բարև երկիր։